Այդ ափցերներից ռազմավարություններին ասում էլի, նրանք գնում են ռազմավարքի, Գերմանիայի պլենի, քանի հատ պլեն են վերունում, բերում են հանձնեմ, այդ պլեն չգիտեմ, քանի հատ պլեն պետք է բերեին հանձնեին, որ հերոս դառնան։ Այդ քաղաքը Վոլգոգրադը, եթե գերմանացիք վերին ունում, խոլում են էլի մեզանից։ Թուրքիան, Գերմանիայի հետ Թուրքիան ստայոզնիկ է, նրա հետ պայմանագիր ուներ, Վոլգոգրադը հենց որ վեր ունի, Թուրքիանս պետք է հարձակվի Հայաստանի վրա, դե այդ իմ գաղափարի բան չէ, մեր շլորշտը մեր ասում են, մեր ասում են, Սարաջողլին ասելա, որ Սարաջողլին հմիկվա բանն է, Էլդողանն է, Սարաջողլին ասելա, որ մի հատ կենթանի հայ չտեմ թողալ, դե այդ մեզ հաղորդում են, այսինքն մեզ մերոնք, լսնում են ոխերիմ թշտամանք են ստերմասնում էլի, Ստալինն ասել էր, Ստալինը խելքով մարդ էր էլի, ազգային դիվիզիա կազմեցեք, ազգը կպահի իրան գրանից է, ստեղան էլ հայ սադասած չկար, արդեն սաղ տայելին, մեզ էլ ֆրոնտից ետ բերին, մենք գիրողականից 150 տեղա, մենակ գիրողական մի հատ էշալոն էր, մենակ 150 տեղա գիրողականից գնացինք 6 հոգի քթանոր, 6 հոգի ետ բերին, հատելին, հետո արդեն, հետո մեր սովետի գործը լավացավ, Սեմենտելուրգիայի մինիստրը, են մաղդերդերն ասել էր, նել էր հայ, դրա համար եմ հիշում, Սեմենտելուրգիայի մինիստրն ասել էր, Ստամալյոտ բան հատվեք, դուք ինչա պետք է, էկատա պետք է, ալումինա պետք է, ինչ պետք է տանք, վերջը, Սովետն արդեն աշխուժացավ, Սովետը առաջ գնաց, մենք մնացինք մեզ բերին ստեղ, մեզ բերին, ոչ թե Թուրքիայի ֆրոնտ, բերին Հայաստանի Թուրքիայի սահմանը բերին, որ բանը չկարացին վերունեն Ստալինգրադը չկարացին վերունեն, ինչքանի մուշիրեմը հակակ, 20 դիվիզիա, գերմանական 20 դիվիզիա, Սովետը պլեն վերկալավ բանից է, Գերմանիայից անցավ բանի կամակնու, Ստալինգրադն անցկացավ, զատ չեմ նացել որ էտել վերունի էլի, Ռաստով, դրանք քարուքանդաներով գալիս է։ Ստալինգրադի հետո մենք մնացինք այս ֆրոնտը, ֆրոնտերը բացարձակ կռվում չէինք, բայց ֆրոնտերը էլի, մեզ բերին են ծարերի պես չեն, մեզ բերին էջմիածին, բանքի շենքերևն ենք ապրել, տեղան մեզ էջմիածնից, մեզ էջմիածին հով նստեմ չէինք, ամեն օր տանմին սահմանը, ամեն օր տանմին սահմանը, մենք գիտեինք, որ թեպիտակ
որ թվիթակ քանի ինչ կա, այնքան մեզ տալին ստահմանը սովորեցնում են, իսկ պատերազմի վերջի օրը վեդինգ, լսած Գրիգոր լուսավորի ջվանք կա, հենց մենք այդ ուղղության ենք, ծամթացնում են էլի, ծամթացնում են, որ պատերազմի ծանոթել ենք, այդպես կրի վերջացավ, պատերազմից հետո եկավ, մենք պետք է հարթակվեինք Թուրքիայի վրա, չգիտեմ, որոշված էր ամիսը պատերազմից հետո, այդ պատերազմից հետո, ամիսը ժամը որոշված էր, ժամի 12-ը Մոսկվան, բայց ամսաթիվը չեմ կարող ասեմ, մոռացել եմ, բայց այդ օրը հարձակվեինք Թուրքիայի վրա, էլ չհարձակվեցինք, այդպես էլ մեր բախտը, Հայաստանի բախտը որոշվեց, եթե մենք այդ օրը հարձակվում ենք Թուրքիայի վրա, մենք ենք տանեմ, բայց որ բանչարին, թե ինչ էր պատճառը, մինչև էլ հասարակ մարդինք, պատերազմի վետերանները, գեներալները չիմացան, թե ինչ են պատճառը, ամենք մի բան ասեմ, մինն ասում են Ստալինը վախեցավ, մինն ասում են, ամենք մի բան ասեմ, ասենք էլ չարթապեցնիկով, մենք մնացինք Բաղրամյանի, Նեստոր Ստեփանյանի, բան եկել էր, ասեն եկել էր բան արձակուրդ, պատերազմի վախտեր, գիտեք, այգեն արձակուրդ, էշմյացին ինչ, մեզ էլ առաջավոր մի հատ ինչ-որ ժողով պես բաներ էլ, առաջավոր սադատներին էլ տարան, մեզ էլ տարանեղ, Բաղրամյանը մի հիսկաբարդ էր, իսկ Նեստոր Ստեփանյանը լյոթչիկ, Ղարաբաղցի, նա կեսից հետ այսքան բազմնիստրում մի պատկերով տղա էր, ստեղան գնաց ու այդ արձակորդից գնաց ու խփվեց, ասում են, որ Նեստոր Ստեփանյանը այն վաղտ սամալյոտ չունենք, կուկրուզնիկ են ասում են, այդ սամալյոտներն են, որ դուրս էր գալի, ասում են, օթե Գերմանիան այնքան վարժ կրվող էր էլի, Գերմանիան ասում էր, նեսենո օթեմնա, ուրեմն զգուշացեք իրանց, այդ իրան բայևոյ սամալյոտներին բանին, այդքան բանի տեղ չի դնեմ, ինչքան Նեստոր Ստեփանյանին։ Մեզ որ տարան էշմյացին, մենք մնեմ ենք վանքի շենքեր, վանքը շենքեր ունի, մի պատվանը մենք մնեմ, հետո բան չունեինք, կոշիկ չունեինք, պատինկա չունեինք, որ հագնենք, ամեն օր տանեն Թուրքստանյատի։ Մենք որտեղ մնեմ ենք, այդ պատվալը, որ այդտեղ քնեմ ենք, այդտեղ էլ այդ բնի մոտը սովոր ցնում են, ես սովոր նողը, ավտերները ղաղին նստած, մեկ էլ մեր բուջուր կաման նստած տավներ այդտեղ, մեր ռոտն էլի, մեկ էլ տեղանք, մի խումբ ավտերներ, մենք գեներալ տեղած չէինք, բայց գեներալ էլ մտավ այդտեղ, դե որ մտավ պարապմուկանողը, պետք է ներկայանա ով էլի, կամ ինչ ասորցնեմ, որ եսի պարապեմ, այդ օրը եսի պարապեմ, սորցնեմ պլի մոտ է, դրանք հարցերին մեր կամանդիրոտները նստած, ասին բախյա ես որ բանանի, դակրադարի որ կրասնարմեյ զանիմայից կրասնարմեյ ծավետիկյան, դրանք կամանդրոտին հարցերին էլ, մեր հրամանատային հարցերին, դուք ավցերներ այդ բոլոր ստեղ նստած եք, ստադատա պարապեմ, դա էտել եմ հիշեմ ասավ մեր ամենալավ
գիտե թողը դա գիտե էլի համի ես այն չափայից բանա այդ կրվի վախտվանից մտքը մզդարի թե ինչ մենք սահմանում ենք գնացել ենք սահմանը մենք այս Թուրքիայի սահմանից որ ասում են մի մարգարա բաթա բանա այն ատեղան բռնած մինչև վերի այդտեղ չկա մի քար չկա որ մենք չիմանանք այդ քարի տակին ինչ կա մեր հրամանատարությունը գիտեր թե որը պետք է մտնենք ուր պետք է գնանք թավաքյալի չգնանք ընկնենք ջուրը խեղդվենք Գերմանիա սաղդավթելերու սովետներ ընդամենը ջահել պետություն էր էլի, մեծ պետություն չէր սովետը, ջահել պետություն էր, այդ ծրեմն էլ մի քանի տեղ այն Չինաստանի սահմանը կրվեցին, բանանը Ֆինլանդիան կրվեց, հա սովետի հետ կրվում են, հա սովետի հետ այդքան սովետը ուժ չուներ, բայց վերջը ուժ եղացավ, այդ որ սովետ դարավ, Հոմենակ ստալդով չուր կամ իսկան մենք գրքեր կա, Ժուկով կա, Ռակասկով, Բաղրամյան, Կորնև, ես ինչ գիտեմ, այդ գինամեր գեներալները, գիտես ինչ գեներալներ ունեինք բենք, այն վաղ գեներալ չէին, նոր դարան հա գեներալ, ստաղ ռուսական զորքը լավ պետություններ սիրեցին, 43 թվից հետո սովետը զենք ունեցավ, կատյուշային ասլեմ, են բանով տելևիզոր նայած կրեք, այս ասենց բաներ հա առելիստ հա, նամ գաղտնիք էլի, ես ռազմ դրանց ծառայել հա, ես թե հա չեմ դարանից, այդ զենքը որ ստեղծվեց, Գերմանիայի տունը քանդվեց, այդ զենքը գաղտնիք էր, նրա վրա սկզբից գեներալներին աշխատեմ, նրանք, որ դու չգնա, հետո արդեն կամած նրանք էլ ունեցան, մենք արդեն սովետը տանկեր ունեին, մենք մի հատ բան կար, Սև մետալուրգիայի մինիստրը հայ էր, Տիրոսյաներ թե ոնց չեմ կարող ասել հա, նա ասել էր տանկը, դուք ոչ թե ինձանից մետաղ ուզեցեք, նա ասել էր դետալը, տանկի ես դետալնա, այդ չափը տվեք, ինա ես պատրաստի տամ դուք հովակեցեք։ Ուժեղացավ աշխարհը Անգլիայից ու Ամերիկայից էլ անցավ սովետը։